Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Խաղաղություն կա, բայց պայմանագիր չկա, զոհեր չկան, բայց գերիներ կան։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Երևանը խոսում է զգուշավոր խաղաղությունից, իսկ Անկարան արդեն ճանապարհների, միջանցքների եւ ազդեցության նոր քարտեզի մասին։ Թուրքիան ուժի նոր ազդակ է ուղարկում հրթիռի տեսքով, ինչ զենք է ցուցադրել Անկարան։ Ալեն Սիմոնյանը Բաքվի գործընկերոջը Երևան է հրավիրում, ինքն էլ սպասում է հարմար առիթի Բաքու մեկնելու համար։ Խոշտանգել է ինձ, ավելի վատ մարդ չեմ ճանաչում, նոր ահազանգ Կոջոյանի կրթահամալիրից։ Քիչ առաջ հրապարակվել է Բաքվի բանտում գտնվող Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ձայնագրությունը։ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, միջնորդելու մեղադրական ակտի եւ դատավճռի ամբողջական տեքստը իր ընտանիքին տրամադրելու համար։ Արցախի խորհրդարանի նախագահը շեշտել է, որ այս դատը միայն 15 հոգու դեմ չէ, այն հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ է հստակ նպատակներով եւ հեռահար ռազմավարությամբ։ Ես չգիտեմ հարգարժան պաշտպանը կունենա այդ պատասխանատվությունը եւ վճռականությունը այցելելու, նաեւ մեզ տեսնելու եւ այդ դեպքում ավելի մանրամասն տեղեկություններ կունենա եւ կծանոթանա թե ինչպես է ընթացել, ինչ լուրջ եւ կոպտագույն խախտումներով ընթացել թե հետաքննությունը, ամբողջ քննությունը եւ թե դատավարությունը, մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաեւ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընթացակարգի կոպտագույն խախտումներով։ Երեք մենք մեզ այցելեց Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան եւ մենք կարողացանք որոշ տեղեկություններ իրեն փոխանցել։ Ես մարտի 12-ից պատրաստել էի նամակ, որպեսզի դիմում նամակ իրեն փոխանցելու, բայց մոտ 1-2 ամիս է չեմ կարողացել ինչ-ինչ պատճառներով ոչ իրեն տեսնել, ոչ իրեն փոխանցել այդ նամակը։ Ես երեք փոխանցեցի եւ այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի, որպեսզի մեր վճռի ամբողջական ադրբեջաներեն եւ հայերեն տարբերակները ինքը միջնորդի եւ փոխանցի իմ ընտանիքին ու իմ հարազատներին։ Ինչ վերաբերում է այս ծանր ժամանակներին, ես միայն մեր ժողովրդին կցանկանամ ոգու, կամքի եւ միասնության ուժ եւ պիտի ասեմ պինդ եղեք։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոստովանում է Բաքվի հետ չլուծված հարցեր կան, բայց միևնույնն է խաղաղությունը իրական է։ Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովին Միրզոյանն ասել է, որ սահմանին ավելի քան 1 տարի է զոհեր չկան, իսկ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, բայց մեկ նախադասությամբ էլ հիշել ու հիշեցրել է, որ Բաքվում դեռ պահվող անձինք կան։ Միրզոյանը անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, հայտարարելով, որ երկխոսությունը հրաշալի է, սակայն սահմանը շարունակում է մնալ փակ։ Ըստ նրա, կողմերը պատրաստ են սահմանը ամբողջությամբ բացելու։ Որոշ պայմանավորվածություններ արդեն իրականացվում են, մյուսները դեռ մշակման փուլում են։ Այսպիսով, դիվանագիտական լեզվով խաղաղություն կա, բայց իրականում առանց ստորագրված համաձայնագրի եւ չլուծված հումանիտար հարցերով։ Մինչ Երևանը խոսում է դե ֆակտո խաղաղությունից, Թուրքիան արդեն խոսում է միջանցքների եւ տարածաշրջանային վերաձևավորման մասին։ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազը հայտարարել է, թե միջին միջանցքի զարգացումն ու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը կբարձրացնեն տարածաշրջանի անվտանգության մակարդակը եւ կհանգեցնեն տնտեսական աճի։ Ըստ թուրքական կողմի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն իսկ նկատելի առաջընթաց կա եւ խաղաղությունը շատ մոտ է։ Մենք հավատում ենք, որ խաղաղությունը շատ մոտ է։ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են արձանագրել այդ ուղղությամբ։ Այս նպատակին հասնելու դեպքում ռազմավարական կարևորություն ունեցող Հարավային Կովկասը թե տարածաշրջանում, թե գլոբալ տեսանկյունից շատ ավելի նշանակալի դերակատարություն կստանձնի։ Իսկ ինչ զենք է ցուցադրում Թուրքիան, երբ խոսում է տարածաշրջանում խաղաղությանը մոտ լինելու մասին։ Ինչ հրթիռ է, որը ներկայացնելու ժամանակ է Անկարան հայտարարում միջանցքների մասին։ Սա պարզապես տեխնոլոգիական առաջընթաց է, թե նաև ուժի քաղաքական ազդակ, Անի Աբաղյանն է ներկայացնում։ Ելդրմհան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ Թուրքիայի պատմության մեջ ամենահավակնոտ հրթիռային ծրագիրն է։
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով երբևէ ստեղծված ամենաերկար հեռահարությամբ հրթիռն է, որ ներկայացրել են ՍՀ 2026 ցուցահանդեսում։ Թեև պաշտոնական տվյալները չափազանց սահմանափակ են, ցուցահանդեսում ներկայացվածը վկայում է մոտ 6000 կիլոմետր հեռահարության մասին, ինչը հրթիռը կարգում է միջմայրցամաքայինների շարքում։ Թուրքիայի տարածքից արձակվելու դեպքում հրթիռի մոտ 6000 կիլոմետր հեռահարությունն ապահովում է լայն ռազմավարական աղեղ, ընդգրկելով Եվրոպայի մեծ մասը, Մերձավոր Արևելքը, Ռուսաստանի արևմտյան հատվածները, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի որոշ շրջաններ։ Ի տարբերություն նախորդ պինդ վառելիքով համակարգերի, նոր հրթիռը ըստ երևույթին աշխատում է հեղուկ վառելիքով։ Այն հրթիռին տալիս է ավելի մեծ ուժ և հեռահարություն։ Ելդրմ թուրքերեն նշանակում է կայծակ, իսկ հան վերջածանցը խան, տիրակալ, ղեկավար։ Իդեպ Թուրքիան Ելդրմ ազգանունով վարչապետ է ունեցել 2016-ից 18 թվականներին։ Թուրքիան Ելդրմ հանը ներկայացնում է ոչ միայն որպես տեխնիկական ձեռքբերում, այլև քաղաքական ազդանշան։ ՆԱՏՕ-ում համադրելի կարողություններ ունեն միայն Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան։ Թուրքիայի մուտքը նման հեռահարության հրթիռների արտադրություն ըստ թուրքական ու միջազգային մամուլի լարվածություն է ստեղծում դաշինքի ներսում։ Նկատենք, մինչ Ֆրանսիան ու Գերմանիան ուսումնասիրում են 1000-ից 2000 կիլոմետր հեռահարությամբ համակարգեր ստեղծելու հնարավորությունը, Թուրքիան ներկայացնում է միանգամայն այլ մակարդակի համակարգ։ Միջազգային վերլուծությունների համաձայն չի բացառվում, որ Անկարան փորձի դիրքավորվել որպես մատակարար կամ գործընկեր եվրոպական երկար հեռահարությամբ ռազմական ապագա նախագծերում։ Անիա Բաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայդատի Եվրոպայի գրասենյակը կոշտ արձագանք է տվել Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի արդյունքներին, նշելով, որ քննարկումներում ամբողջությամբ բացակայել է Արցախի թեման։ Կազմակերպությունը հիշեցնում է Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը և պահանջում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։ Սակայն ըստ գրասենյակի գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը այս հարցերի շուրջ լուռ է մնացել, հակասելով հենց եվրոպական քաղաքական ուղերձների։ Իսկ Երևանում խորհրդարանը հերթական նիստներ անցկացնում, հերթական աղմկահարույց հայտարարությունները հնչեցնում, հարաբերություններ փչացնում կամ բացատրում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողների հարցերին ու Բելարուսի հետ հարաբերությունների մասին խոսելիս ասել, թե հապկուն գործընկերոջ նկատմամբ Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները։ Նաև Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմի նախապատրաստելը։ Նախկինում մենք եղել ենք ծնկած։ Մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրությունները անցել են կեղծիքներով եւ հələ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհայտարարած արդյունքները Ռուսաստանը շնորհավորել է, նշանակել է ստեղ նամեսնիկ։ Մեր ուժայինների մեծ մասը ղեկավարները ճշտվել են այդ երկրի հետ։ Մեր քաղաքական ամբողջ կոնյունկտուրան, մեր քաղաքական սաղ ուղեցիրը հաստատ բանալվել է, համաձայնեցվել է եւ զուգահեռ տարվել է։ Մեր դեսպանները մեծ պետություններում իրանց դեսպանների հետ համագործակցել են, որ հանկարծակի մենք անկախություն ենք ունեցել քաղաքական իմաստով։ Մենք մինչեւ 18 թվական անկախություն չենք ունեցել։ Իդեպ մայիսի 5-ին Բելարուսի արտգործնախարարություն է կանչվել Բելարուսում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը։ Հայ դիվանագետին ներկայացվել է խիստ բողոք եւ հանձնվել համապատասխան նոտա կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ, ասված է Բելարուսի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։ Շարունակելով ազգային ժողովի թեման, Ալեն Սիմոնյանին հունից հանել է հարցը, թե հայ-ռուսական հարաբերությունների վրա վատ չեն անդրադառնա արդյոք Երևանում անցկացված Եվրոպական գագաթնաժողովին եվրոպացի տարբեր պաշտոնյաների հնչեցրած մտքերը։ Քաղաքական կուրսը դա ամեն պետության ընտրության հարց է, Հայաստանի Հանրապետության համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են եւ ես կարծում եմ, որ ամեն պետություն իր օրինակն է ընտրում, մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրանք մի քիչ այլ ճանապարհ են։ Հայ-ռուսական հարաբերությունների ճակատագիրը պարզ չէ, բայց Բաքվի հետ հարաբերությունները միայն դրական է գնահատում իշխանությունը։ Սիմոնյանը Բաքվի գործընկերոջը Երևան է հրավիրում, ինքն էլ պատրաստ է այցելել Բաքու։ Խորհրդարանականների առանցքային ելույթները ռեպորտաժում։ Պատասխանի դաշտ։
Հայաստան խմբակցության պատգամավոր Արմենուհի Գյուրեղյանը դիմելով արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանին ընդգծեց, որ Փաշինյանը բավարար պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ, եւ սա ըստ պատգամավորի լուրջ հարցեր է առաջացնում։ Արդյոք այս հայտարարությունը ձեր ծառայության օպերատիվ արտաքին հետախուզության ծառայության որոշակի տվյալների հիման վրա էր արված, թե դուք տեղյակ չէիք այդ հայտարարությունից եւ եթե ոչ, ապա արդյոք դուք փորձել եք հասկանալ ինչ հիմքով նման հայտարարություն արվեց եւ փորձել եք արդյոք օպերատիվ հետախուզական որոշակի տվյալներ ստանալ։ Ի պատասխան Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետը նշեց, որ իրենք որևէ տեղեկության չեն սպասում Հայաստանի անվտանգային ռիսկերի վերաբերյալ, որպեսզի սկսեն ճշտումներ անել։ Դա անում են 24/7 ռեժիմով։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը որոշեց ինքը եւս նույն թեմայի շրջանակում հարց ուղղել ԱՀԾ պետին։ Եթե տեսականորեն Հայաստան դաշինքը կամ մեկ այլ ուժ, որը կիսում է Հայաստան դաշինքի առաջարկները, առայն որ կրկնում եմ, Հայաստանը չպիտի սահմանափակվի իր 29743 կիլոմետր քառակուսիով կամ պիտի վերաբանակցի խաղաղության պայմանագիրը եւ այսպես շարունակ։ Եթե այսպիսի ուժը գա իշխանության եւ անի այն, ինչ խոստանում է, որ պիտի անի, այսինքն այս իմ նշածները ընդունի որպես Հայաստանի քաղաքականություն, արդյոք լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա, կփոքրանա, թե կմնա նույնը։ Շնորհակալություն։ Գրիգորյանը որպես եզրակացություն հաստատեց Ռուբինյանի վարկածը, որ ազգային ժողովի փոխնախագահի հայտարարություններն ամենապարզ տրամաբանության պայմաններում խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու եւ կոնֆլիկտին վերադառնալու մասին։ Բայց դաշնակցական պատգամավորն արդեն ամբիոնի մոտ պատերազմ բերողների մասին մի քանի նկատառում արեց։ 3 պատերազմ բերած ուժը այսօր եկել եւ խոսում է խաղաղության մասին։ 3 պատերազմ բերած ուժը այսօր փորձում է համեմատվել մի քաղաքական ուժի հետ, որի ղեկավարի իշխանության օրոք երկրում պատերազմ չի եղել։ Դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանին էլ դուր չի գալիս ԿՊԱ-ականների նիստերից ուշանալը։ Արդեն 5 տարվա ընթացքում այդ ուշացումները քրոնիկական են, պարոն Ալեքսանյան։ Ձեր ֆրակցիայով փոխհավաքվեք, մի հատ ժամացույց առեք մարդուն։ Ձեզ ո՞նց կլինի։ Բայց սրա մասին չէր, որ ուզում էր խոսել Խաչատրյանը։ Կա մի հատ եզրույթ, որը կոչվում է ռացիոնալիզացիա։ Դա այն չի, որ ձախականջը աջ ոտով քոյելու փոխարեն կարելի է աչականջը աջ ձեռքով քորել։ Դա ցանկացած անտրամաբանական բան, տրամաբանական փաստարկներով հիմնավորելու տենդենսն է։ Խաչատրյանը խոսեց պատերազմ բերողների մասին, նկատի ունենալով հենց ԿՊԱ-ականներին, որոնք անընդհատ խոսում են, որ եթե ընդդիմադիրները լինեն իշխանության ղեկին, ապա երկրին պատերազմ կսպառնա։ Միգուցե հետ գնանք նայեք, թե պատերազմ ով բերեց, ինչպես եղավ, ինչ դիրքորոշում ուներ Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխության ժամանակ եւ մինչև 20 թվականը։ Հետո Ալեն Սիմոնյանի ճեպազրույցն էր խորհրդարանի միջանցքում։ Նա հարմար պահի պատրաստվում է մեկնել Բաքու, իսկ Ադրբեջանի իր պաշտոնակցին հրավիրում է Երևան։ Խաղաղության չափորոշիչը իմ համար դա մեր երեխաների չզոհվելն է։ Մեր երկստեք իրար նկատմամբ քաղաքական ագրեսիվ հայտարարություն չանելն է։ Բայց լրագրողներին նաև հուզում էր մեկ այլ հարց։ Ալիևը արցախցիներին սեպարատիստ է անվանել։ Ինչու լռեց Փաշինյանը։ Ձեր գնահատականները խոսակցության վերաբերյալ շատ մակերեսային են հարգելիս եւ ինչ վերաբերում է ասելիքներին, այդ ասելիքը այնքան ենք ասել, որ եկել ենք հասել ենք նրան, որ ունենք խաղաղության պայմանագիր։ Ասել ենք նրան, որ մեր հարաբերությունները հասել են, որ մենք առևտուր ենք անում։ Իդեպ հենց առևտրի մասին Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից բացատրություն խնդրեց Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում արած հերթական հայտարարության վերաբերյալ, որով Փաշինյանը պնդում էր արել, թե իբր ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը վերջին գործոնն էր, որի արդյունքում ավարտվեց նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդման օպերացիան։ Եվ երկրորդը հայտարարեց, որ գործում է մաֆիա հայաստանյան եւ ոչ հայաստանյան։ Խնդրեմ տեղեկացնեք, արդյոք դուք, կարող եմ բառացի կարդամ, բայց գաղափարը դա։ Խնդրեմ տեղեկացրեք կամ մեզ որոշ տեղեկություններ տվեք, այդ ինչ մաֆիայի մասին է խոսքը։ Աննա Վարդապետյանն ասաց, որ կոնկրետ հաղորդման փաստով նախաձեռնված վարույթ հարուցված չէ։ Հաղորդում չի ներկայացվել։ Ինչ վերաբերում է Վեդիի մանկապարտության գործին, Վարդապետյանի խոսքով նախաձեռնված վարույթը գտնվում է գլխավոր դատախազության անմիջական վերահսկողության ներքո եւ առաջիկայում կքննարկվեն նաեւ խիստ խափանման միջոցների կիրառման հարցերը։
Ընտրության ընթառաջ քարոզարշավը դուրս է գալիս հրապարակներից ու տեղափոխվում համացանց մեր էկրաններին, մեր էջերի գովազդներում։ Սոցիալական հարթակներում ակտիվանում են էջեր, որոնք առաջին հայացքից թվում են սովորական, լրատվական կամ հասարակական հարթակներ, բայց իրականում ձևավորում են քաղաքական ընկալումներ։ Փորձագետները սա բնութագրում են որպես նախընտրական տեղեկատվական պայքարի նոր փուլ, որտեղ գործի են դրվում ոչ միայն ուղիղ քարոզչությունը, այլև անանուն աղբյուրներ, արհեստական բովանդակություն եւ էմոցիոնալ ազդեցության մեխանիզմներ։ Որքան մոտենում է քվեարկության օրը, այնքան դժվար է դառնում տարբերել ինչն է իրական եւ ինչը նպատակային ձևավորված տեղեկատվություն։ Ինչ է կատարվում իրականում, ինչ մեխանիզմներով է աշխատում այս ցանցը, ովքեր են թիրախում եւ ինչպես է ձևավորվում ընտրողի ընկալումը, Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ Ուզում ես նոր պատերազմ, զոհեր ու անկախության կորուստ, թե ուզում ես խաղաղ ու զարգացած Հայաստան։ Ահա այս գովազդը կարող է շատ անսպասելի եւ ոչ պատշաճ պահի հայտնվել YouTube-ի ձեր էջում, հնարավոր պատերազմի սպառնալիքների տեղատարափով։ Այս գովազդը ակտիվորեն տարածվում է նաեւ գիծ քարոզչությամբ զբաղվող էջերով, օրինակ հաղթելու ենքով։ Ընտրությունը դրվում է պատերազմի եւ խաղաղության կուսակցությունների միջև։ Չմոռանանք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ինքը չվերընտրվի, ապա կլինի պատերազմ։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Էջում տարածվում են նաև արհեստական բանականությամբ ստեղծված ծաղրական գրառումներ եւ տեսահոլովակներ։ Էջն ունի 45000 հետևորդ։ Գործ ունենք շանտաժի հետ, որը չի ուղեկցվում որևէ լուրջ փաստարկով եւ անկասկած միտված է քաղաքական ընդդիմախոսներին կամ քաղաքական ընդդիմությանը թիրախավորելուն եւ այդ քարոզչական նենգափոխմամբ որպես պատերազմահեն ներկայացնելու։ Ըստ վերլուծաբանի, իշխանության իրականացրած այսպիսի տեղեկատվական արշավը վկայում է, որ ԿՊ-ն ունի լուրջ մտահոգություններ ընտրության արդյունքի վերաբերյալ եւ հասարակությանը ներկայացնելու փաստարկների պակաս։ Որքան մոտենում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունը, այդքան ակտիվանում են իշխանական կեղծ օգտահաշիվները, ապատեղեկությունն ու մանիպուլյացիան։ Թիրախում մրցակիցներն են, նպատակը սևացնելը։ Շատ տարածված տեխնոլոգիա է, երբ որ կեղծ օգտահաշիվներով դիմացինի դեմ հակաքարոզչություն են իրականացնում, մասնավորապես ռուսամետ 3 ընդդիմադիր ուժերի դեմ քարոզչանության քարոզարշավ են իրականացնում եւ քարոզչանություններում են բավանդակությունն են զարգացնում, որ այդ 3 ուժերի իշխանության գալու դեպքում պատերազմ սկսի եւ այլն։ Դեռևս մայիսի 2-ին անհայտ ծագումով սրտացավ Հայաստանն է հրապարակում արել, որ իբր Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե պետք է ամեն գնով օգնենք մեր դաշնակից Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Նույն հրապարակումը տեսնում ենք նաև հերթական անհայտ ծագման զարմանալի աշխարհ անունով էջում։ Պաշտոնական մակարդակով են տարածվում այդ կեղծ տեղեկությունները ընդդիմության մասին, ասում է Հակոբ Բադալյանը։ Ես ինչու եմ շեշտում պաշտոնական մակարդակը, որովհետև հասկանալի է բոլոր կողմերն էլ ունեն այսպես համակիրների շրջանակներ, ունեն ոչ ֆորմալ խողովակներ, քարոզչական տարբեր հնարքներ կիրառելու համար։ Սա քաղաքականության մասն է եւ սա ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում անխուսափելի մասն է։ Սրտացավ Հայաստան էջում տեղ է գտել արհեստական բանականությամբ ստեղծված լուսանկար, որում Սամվել Կարապետյանն է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռքը սեղմելիս։ Իսկ զարմանալի աշխարհը ողողված է նաև զարմանալի գրառումներով, որոնցում ակնհայտորեն տարվում է ԿՊ-ի քարոզը եւ ցեղ շպրտվում մրցակիցների վրա։ Իդեպ այս էջն ունի ավելի քան 36000 հետևորդ։ Այս էջին շատ նման, սակայն հետևորդների շատ ավելի մեծ բանակ ունեցող մեկ այլ աղբյուր է News Armenian, որն աչքի ընկնում, տեսեք թե ինչ է կատարվում նախաբաններով։ Հաջորդն էլ հայկական տիրույթ կոչվող էջն է, որտեղ վարչապետի թեկնածուներին, նրանց կուսակիցներին եւ ընդդիմադիր գործիչներին վերաբերող սրբարտիչ գրառումներ են։ Այս էջն ունի 46000 հետևորդ։ Քաղտեխնոլոգի դիտարկմամբ ընդդիմադիր ուժերը տեղեկատվական արշավի հարցում թույլ են աշխատում, մինչդեռ սև PR-ը շարունակում է աշխատել իրենց դեմ։ Կա սև PR, որը նորմալ է։
որը նորմալ է։ Ինչ կարող ենք ընդհանուր ամփոփել մեկ բառով։ Քարոզաշովի մասնակից ուժերի քարոզաընտրաշավային ուրեմն գնահատականը 3 է այդ հիմնականին, որովհետև 3 կամ 3-ից ան է, որտեղ ոչ մեկ էլ իր պոտենցիալով ուժերի ամբողջ պոտենցիալով չի աշխատում։ Փորձագետների դիտարկմամբ քաղաքացիական պայմանագիրը բացի հանրային հեռուստաընկերությունից եւ պետական բոլոր քարոզչամիջոցներից գործածում է նաեւ ստվերային միջոցներ։ Այսինքն իշխող ուժն անհանգստանում է, որ ընտրությունն իր օգտին չի ավարտվելու եւ օգտագործում է օգտահաշիվների մեդիա մանիպուլյացիայի միջոցով հասարակությանն ուղղորդելու հնարքը։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իդեպ միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամն է այսօր եղել մեր խմբագրությունում խոսել Հայաստանում ստեղծված իրավիճակի ներքաղաքական խնդիրների մասին։ Ասում է, միջազգային հանրությունն անտեսում է Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները։ Ամստերդամը պարզաբանել է, թե ինչու է միջազգային հանրությունը լուռ հետևում Հայաստանում տեղի ունեցողին։ Ոչ, միջազգային հանրությունն անտեսում է Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները, եւ դա արվում է մի շարք պատճառներով։ Նախ նրանք ամբողջությամբ կենտրոնացած են Միջանցքի վրա, եւ աշխարհաքաղաքական տեսանկյունից դա գերակայում է Հայաստանին վերաբերող բոլոր հարցերին։ Երկրորդ, նրանք համոզված են, որ Նիկոլ Փաշինյանը բանակցություններում կզիջի Իլհամ Ալիևին, քանի որ իրենց գնահատմամբ նա շատ թույլ առաջնորդ է համեմատած պարոն Ալիևի հետ, որը դիտվում է որպես ուժեղ եւ ազդեցիկ ղեկավար։ Երրորդ, Ալիևն ունի նավթ ու գազ եւ այնպիսի լծակներ, որոնք նրանց կարծիքով Փաշինյանը չունի։ Ողբերգականն այն է, որ Հայաստանը Եվրոպական միության հետ ունի գործընկերություն, որը ենթադրում է ԵՄ աջակցություն, օրենքի գերակայության ապահովման հարցում, սակայն ԵՄ-ն խախտել է այդ գործընկերությունը, երբևէ չբարձրաձայնելով անօրինական կալանքների, եկեղեցու դեմ հարձակումների, լրագրողների նկատմամբ ճնշումների եւ այն շարունակական քայլերի մասին, որոնց միջոցով Փաշինյանն օրենքն օգտագործում է իր սեփական կարիքներին ծառայեցնելու համար։ Իսկ Հայաստանում ընտրական պայքարը մտնում է նոր փուլ, անուններն արդեն հայտնի են, իսկ դասավորությունը ավելի խոսում քան երբևէ։ Քաղաքական դաշտը աստիճանաբար հստակեցնում է իր սահմանները, հին դերակատարները վերադառնում են նոր հաշվարկներով, նոր ուժերը փորձում են գտնել իրենց տեղը, իսկ որոշ նախաձեռնություններ դեռ ձևավորման փուլում են, արդեն հայտ ներկայացնելով մեծ խաղին մասնակցելու համար։ Այս ընտրությունը լինելու է ոչ միայն անձերի, այլ նաև ուղղությունների, գաղափարների եւ քաղաքական կենտրոնների բախում։ Մի մասը փորձում է պահպանել դիրքերը, մյուսները փոխել խաղի կանոնները։ Ովքեր են այս ընտրական քարտեզի հիմնական խաղացողները, ինչպես են դասավորվել ուժերը եւ ովքեր են հավակնում վարչապետի պաշտոնին, դիտենք ռեպորտաժի երկրորդ մասը։ Ազդեցիկ խաղացողներ, նոր ուժեր եւ դեռ ձևավորվող նախաձեռնություններ։ Շարունակում ենք ներկայացնել ազգային ժողովի ընտրության ցուցակն ու վարչապետի թեկնածուների անունները։ Ցուցակի 10-րդ համարը Հայ ազգային կոնգրեսն է։ Ղեկավարն ու գաղափարական առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանն է, սակայն նա ցուցակում չկա։ ՀԱԿ վարչապետի թեկնածուն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։ 11-րդ համարում Հանրապետություն կուսակցությունն է։ Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը տեղեկացրել է վարչապետի թեկնածուն ինքն է լինելու, որովհետև կարծում է, որ Հայաստանի խորհրդարանում պետք է լինի ամբողջությամբ արևմտյան արժեքներ պաշտպանող քաղաքական ուժ կամ ուժի ներկայացուցիչ։ 12-րդ ցուցակով Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է, որի ղեկավարը Լևոն Շիրինյանն է։ 2018-ի ընտրության արդյունքով կուսակցությունը խոստացել է սատարել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, սակայն նաև հանդես գալ որպես արտախորհրդարանական ուժ երկրում ժողովրդավարական սկզբունքների պահպանումն ապահովելու համար։ 13-րդը Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն է, որի ղեկավարը Հայաստանի ազգային ժողովի նախկին падգամավոր Բարգավաճ Հայաստանի նախկին անդամ Տիգրան Ուրիխանյանն է, որի գրանցումը ԿԸՀ-ն մերժել է։ 14-րդը ժողովրդավարական համախմբում կուսակցությունն է, նախագահն է Սուրեն Պետրոսյանը, որը սրբազան պայքարի առաջին շարքերում էր, բայց 2024 թվականի հունիսին ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներից հետո առանձնազրույց էր ունեցել ԱԱԾ աշխատակիցների հետ ու հեռացել Հայաստանից։ Դրանից հետո Սուրեն Պետրոսյանն այլևս տեսանելի չի եղել սրբազան պայքարի շարքերում։ 15-րդը Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունն է, բոլորին հայտնի ԴՕԿ-ը Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, բայց այստեղ էլ ԿԸՀ-ն նրա թեկնածությունը չի գրանցել, քանի որ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայել է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը։ 16-րդը իշխող քաղաքացիական պայմանագիրն է։ Արդեն 8 տարի իշխանության ղեկին գտնվող ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավակնում է երրորդ անգամ պահպանել իր դիրքերը։ Քաղաքական ուժը, որի օրոք պատերազմում պարտություն, տարածքային կորուստներ եւ Արցախի հայաթափում է եղել, շարունակում է խոսել խաղաղության մասին եւ ներկայանալ որպես խաղաղության երաշխավոր ուժ։
17-րդը Հայաստան կուսակցությունների դաշինքն է, կազմում Հայ հեղափոխական դաշնակցությունը, առաջ Աչակենտրոն կուսակցությունը։ Այս դաշինքը, որը ղեկավարում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այս պահին խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժն է։ 18-րդը Հանուն Հանրապետության կուսակցությունն է նաև հայտնի որպես ժողովրդավարության պաշտպանների դաշինք։ Կուսակցության առաջնորդն է Արման Բաբաջանյանը, որը նախկինում գործակցել է Լևոն Շիրինյանի հետ, ներկայանում է որպես արևմտամետ ուժ։ Եվ վերջինը 19-րդը Լուսավոր Հայաստան կուսակցությունն է, Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, ով տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հանդես էր գալիս ելք դաշինքով։ Այժմ անդրադառնանք Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի շուրջ ստեղծված աղմուկին։ 3 ռեպորտաժ էինք պատրաստել ծնողների ահազանգերի հիմքով, որ տնօրենը, որը նաև ՔՊ-ի նախընտրական ցուցակում է, ստիպել է դպրոցի աշակերտներին Փաշինյանի այցից առաջ միանման շապիկներ հագնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչական սրտիկներով։ Ռեպորտաժից հետո նոր ահազանգեր են ստացել։ Այս անգամ դպրոցի նախկին սաներից, որոնք նկարագրում են մի իրականություն, որը կտրուկ հակասում է դպրոցի հիմնական առաքելությանը։ Խոսքը ոչ միայն կոշտ վերաբերմունքի, այլ նաև հնարավոր հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների մասին է։ Միևնույն ժամանակ մեղադրանքները բախվում են տնօրինության կտրուկ հակադարձումներին, իսկ կողմերի միջև հակասությունը գնալով սրվում է։ Որն է իրականություն այս պատմության մեջ եւ արդյոք խոսքը մեկ դեպքի մասին է, թե համակարգային խնդրի, Սեդա Մակարյանն է պատմում։ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը խոշտանգում է աշակերտներին։ Մի քանի օր է մեր խմբագրությունն ահազանգեր է ստանում տնօրենի մասնակցությամբ տարբեր սկանդալային միջադեպերի մասին։ Կրթահամալիրի շրջանավարտներից մեկը հայտնել է, որ իր սովորելու տարիներին Երեմյանը խոշտանգել է սաներին, իրեն եւս։ Ուղղակի տականք։ Ես աշակերտ եմ եղել, ում նա անընդհատ խոշտանգել է։ Ես մինչև հիմա այդ ահավոր սթրեսից հետ չեմ եկել։ Նա ամենավատ մարդն է, ում ես ճանաչում եմ։ Ռուբենը մեկն է բազմաթիվ աշակերտներից ու շրջանավարտներից, որ ահազանգում է տնօրեն Երեմյանի պատճառով դպրոցում տիրող արատավոր բարքերի մասին։ Այո, ես էլ եմ այս կրթահամալիրի աշակերտ եղել։ Բոլորիս վիրավորում էր, գոռում, վախեցնում էր, բոլորին վախի մթնոլորտի մեջ ու ճնշված էր պահում։ Ամեն բան սկսվեց, երբ ահազանգի հետքերով գնացինք կրթահամալիր ու մեկնաբանության փոխարեն տնօրենը սկսեց բղավել, ապա վիրավորել։ Մեր հեռանալուց ժամեր անց Երեմյանը տեսանյութ է հրապարակել ու պնդել, թե մեր նկարահանողում նա աղմուկ է արել, գոռացել ու վիրավորել է իրեն։ Նրանք շատ վատ էին իրենց պահում, գոռգոռում էին, փորձում էին ինձ վիրավորել, անգամ բանավեճ ունեցան մեր ուսուցիչներից մեկի հետ։ Մինչդեռ կրթահամալիրի ուսուցիչներից մեկը սկսեց վիճել մեզ հետ, ապա նրան միացավ տնօրենը։ Տիկին Երեմյան, ոչինչ, դեր աշխատանքը ավարտել, ջրուցեք։ Եկել իմ աշակերտների մոտ, այստեղ կրկես խաղում, գնացեք։ Կրկես խաղում եք, դուք որակումներ մի տվեք, մենք սպասում ենք։ Ուսուցչիս հետ վիճում։ Ուսուցիչը մեզ հետ երկխոսության մեջ մտավ, Տիկին Երեմյան, աշակերտների վրա 7000 դրամով քաղաքական շապիկ վաճառելու ահազանգի հիմքով եք ազատեք տարածքը։ Հիմա բաներ մի խոսեք։ Դե մեկնաբանեք ես դեպքում։ Դուք ով եք։ Ես ABC մեդիայից Սեդան եմ Մակարյան դերակայել։ Ես ձեզ հետ խոսելու բան չունեմ։ Բան հետ ունեք։ Ում հետ որ հարմար եմ գտնում, նրա հետ խոսում եմ։ Շատ շնորհակալություն, գնացեք այդ ծնողների հետ փառաբանում արեք, հեքիաթներ մի պատմեք ես։ Դե մեկնաբանեք այդ դեպքում։ Չեմ մեկնաբանում։ Տիկին ազատեք տարածքը։ Դուրս եկեք այստեղից։ Զանգեք ոստիկանություն, որ եկել են դպրոցի տարածք եւ աղմուկ են բարձրացնում։ Գնացեք այստեղից։ Շապիկ եք վաճառում։ Հարգելիս գնա այստեղից։ Սուտ եք խոսում, հաջողություն։ Մեզ ահազանգած աշակերտներին ու շրջանավարտներին սպառնացել են խնդիրներ ստեղծել, ուստի հրապարակում ենք ձայնագրությունները փոխված ձայներով։ Կարամ ասեմ, որ հիստերիկա ու բուժման կարիք է։ Կրթահամալիրում չեն հերքում, որ քաղաքական շապիկներ են վաճառել աշակերտներին, վիճում են միայն արժեքի շուրջ։ Հոգի վրա 7000 դրամով քաղաքական վերնաշապիկ վաճառել եւս պետք է։ 7000 դրամով չի վաճառել, ու հերիք խոսակ կենցանես տեղը։ Ավելի վաղ իշխանություն կայքի հետ զրույցում Երեմյանը հաստատել էր, որ աշակերտներին միանման շապիկ հագնելու հրաման է եղել Փաշինյանի այցից առաջ։ Նա նաև չէր հերքել, որ շապիկներին պատկերված է ՔՊ-ի քարոզչական սրտիկը։ Ավելին, նշել էր, թե սրտիկը չպետք է ասոցացնել Փաշինյանի հետ։ Միայն հերքել էր շապիկի արժեքը նշելով, որ դրանք 7000 դրամ չեն։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, վստահ եղեք, որ բաց չեք թողնի տեղական ու միջազգային ամենահրատապ նորությունները։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք վաղը նույն ժամը։